Կյանի մանդատներից 3-ը բաժին պայմանագրի, մեկը ուժեղ Հայաստան։ Հիմա կներեք, այդ մանդատը բախի են վերցվել։ Կա մեկը, որ հրաժարվել է մանդատից։ Հրաժարվել է։ Չէ, մի վարկյան, երկրորդը։ Երբ որ այդ ընտրատեղամասերում երեկոյան քվեարկության դեպքերը տեղի էին ունենում։ Խնդրում եմ հետ գնացեք սոցիալական ցանցերով, նայեք իմիջը ինչ է ես ասում, ես ինքս Թագուղազյանն իդեպ մեջ բերեք։ Ինչ է ես ասում, ոնց է կռիվ անում առհասարակ, որ մի շահարկեք զինվորների ուժ քվեարկությունը, որտեղ զինվորները նախ բերից մենք եկի միջով են անցնում, այսինքն սոկոստերում կանգնած զինվորներին գնում է մի խումբը փոխելու, որ մյուս խումբը կարողանա գա ու քվեարկի։ Ու այդպես հերթալնում, շարք են կանգնում, արևիտակ են կանգնում, չի կարելի այդ տղերքի երեկոյան քվեարկելը, մի կներեք ավարտեմ, երեկոյան քվեարկելը այդքան շահարկել, բայց չէ, մեր ընդդիմադիր գործընկերները, հատկապես ուժեղ Հայաստանի պատգամավորները 8 հադրիլ ամեն մեկը նկարեց, 90 հատ ստատուս գրեց, բոլորը պնդում էին, որ չէ, պետքա չեղարկվի, այսպես չի կարելի, այդ չեղարկվեց այդ տեղամասերի քվեարկությունը, արդյունքը եղավ են, ինչ որ եղավ։ Մարման ժամանակ այս քաղաքացիական պայմանագիրն է նախաձեռնող լինում, որպեսզի լարվածություն լինի ազգային ժողովի վիրավորանքներ են Ինչ եք տեղացրում իրականություն։ Ինչ եք տեղացրում իրականություն, որտեղ մեր քաղաքացիները կան ուղղակի հենց հիմա հետ գնան ազգային ժողովի YouTube-յան էջը բացեն ու նայեն առաջին նստաշրջանը 8-րդ գումարման։ Տեսնեն թե ինչ կներեք մի վարքյան են, տեսնեն թե ինչպես ենք մենք հանգիստ խոսում, տեսնենք թե ինչպես ենք մենք հանդուրժողականության կոչեր անում ու տեսնեն թե դրանի պատասխան ինչպես է Հայաստան դաշինքի կողմից տեղի ունենում բռնություն ազգային ժողովի դահլիճում։ Պարոն Ալեքսանդրյան, ներողություն, ձեր մարզիչ չէ նշանակվել Գարեգ Ծառուկյանի ծողից վերցված մուլտիվերնեսի ասելա ձեր մարզիչը, հա ես պարոն Նշան Հակոբյանը իդեպ պետք է ասեմ, որ Նշան Մալխասյանը կներեք, պետք է ասեմ, որ նախ եթե չեմ սխալվում, եռամարտի, սթրոնգմեն, նմանատիպ այդ ֆիթնես մրցաշարերի աշխարհի հնգակի չեմպիոնը, Եվրոպայի եռակի չեմպիոն, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, կենտրոն տարածքային կառույցի անդամ, մի խոսքով ու մի շարք երևի Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիչներից մեկն է, այո, ունեմ անձնական հարաբերություն։ Չէ, կներեք, ինձ թվում է շատ դրամաբանական էր ու ինձնից պարտադիր չէ։ Արնես Աղաբարյանը հարցում է, դուք արդեն օրինական եք մարզում եք, մինչ այդ ամեն ճան օրինական եք։ Կներեք, իսկ այդ գործը նոր կա շենքի հետ կապված։ Բայց ինչու՞ չէ, իսկ այդ շենքը նոր կա, բայց հիմա հիշեցին, այդ գործը վաղուց կար, չէ, սխալ եք հիշում, կար, մշտապես կար։ Առնվազն քաղաքապետարանում այդ գործը վաղուց կար, բայց ես մանրամասներին ընդհանրապես չեմ տիրապետում։ Որ երբ չէր ցուցաբերում օրինակ իսկ։ Օրինակ 21 թվականին չէր ցուցաբերում, 21 թվականին չէր մասնակցել։ Չէ, 21-ին մասնակցել էր, չէ, բայց այդ ձեր ասած լոգիկան քանդվում է 21։ Ուղղակի ինքն այն ժամանակ չերեք Խարոզ Արշավի մասին հավակնություն եք արել։ Ոնց չուներ, ակտիվ դուրսեր եք, ակտիվ Խարոզ Արշավ էր անում միջանշանակ։ Ունենք 21 թվականին, ջան, կներեք էլի։ Հիմա այդ գործը կար, թե չկար, հիմա նկատի ունեք տեղի ունեցածը ապօրինի է, թե ապօրինի չի, եթե հարցնում։ Գնացեք նայեք, ստուգեք այդ շենքի փաստաթղթերը, եթե գտնում եք, որ ապօրինի է տեղի ունեցածը, ես չեմ կարող այդ մանրամասներին պատասխանել, քանի որ չեմ տիրապետում դրա փաստաթղթերին։ Տեխնացուն նախագահի Արամ Վարդևանյանն է։ Վստահ եք, ես չգիտեի։ Հայտարարել են իրենք, հա, շատ լավ։ Ուզում եմ իմանալ, այսինքն դեռ չեք քննարկել ֆրակցիայում Ոչ, չենք քննարկել, քննարկումը կունենանք, կայտնենք դրա մասին, բայց ես պարոն Վարդևանյանը նորից եմ ասում, իմ կարծիքով մեր ամենահավատարիմ ընտրողներից մեկն է ու հետևաբար ակնհայտորեն, չգիտեմ, կտեսնենք
կորոշենք հարգելի բանկերակցության։ Մինչև խմբակցության քննարկումը դա համարում եմ անտեղի, որպեսզի մենք նմանատիպ քննարկում ունենք։ Իհարկե ունի բանկերակցության, բայց կա այդ կարծիքը հայտնելու ճիշտ ժամանակ։ Ուրեմն կա այս հանձնաժողովի անդամներ, ովքեր որ ներկայացվել են եւ հաստատվել են։ Առանց հանձնաժողովի անդամների ներկայանալու այս մարդիկ սկսել են քվեարկությունը։ Դա մեկ։ Երկրորդը, ոնց է որոշողը պետք է ցուցակի վրա, ով պետք է ящик, չկա իսպար բացակայում։ Մյուսը հաջորդը ես ասեմ, մյուս խնդիրը որ իրենք ասփակա արձանագրություն, ասա ուր է արձանագրությունը, բերեք տեսնեմ այդ արձանագրությունը։ Այո, ես հանձնաժողովի անդամ եմ։ Չէ, չկա, չի սկսել, իրանք դες մի քիչ վրազ են։ Ինչ։ Մի բանի վրա նստելու վայ ջան, խնդիր չունեմ։ Չէ, ես նայ ոնց է։ Բնականաբար ԿՊ-ն հավաքվել է, իրանք ընտրությունը կատարում են, դա չի արել։ Էլի հարցն է, որ այս մարդը պրիմիտիվ կազմակերպել աշխատանքային process, այս մարդը զրո է, բացակայում է։ Այսինքն կա այդ հանձնաժողովը, բամի չի համար եք եկել։ Գնանք, այո, այսինքն, այո, որովհետև ես համոզմունք ունեի, որ ԿՊ-ի մեջ շատ մարդիկ կնեն, ովքեր դեմ կքվեարկեին, եւ այս պարագայում ես արձանագրել եմ ուղղակի փաստ են, ասեմ Ժողովուրդ ջան, եկել եք լավ եք արել։ Դուք ձեզնով հավաքեք, բայց ձևական հանձնաժողովը եք կազմել։ Ինչի համար եք կազմել, երբ որ դուք կազմել եք հանձնաժողովը, ժողովուրդ շատ ուղղ եմ ասում, չեք կանչում ասում, շուն գել հանձնաժողովի անդամ ես։ Մի հատ արի տեսնենք, ախպեր ջան, դու կարգավիճակը ստեղ ի՞նչ է, ցուցակի վրա ես, Ящики վրա ես, այն կողմն ես։ Իա արժանի հետևորդներն են կարծում եմ, ու թիմակիցներն են։ Էսա խնդիրը։ Էսա։ Ես ուղղակի արձանագրում, ուզում հասկանալ։ Հիմա եթե իրանք սկսել են այս process-ը, ուղղակի ես նայում եմ, ժպիտում եմ։ Էդ էլ երեք չի մի հատ ուրիշ բաներ ասեմ, Ժողովուրդ ջան, գաղտնիք բացահայտեմ, երեք է կորցրել էին առաջի արձանագրությունը։ Կորցրել էին առաջի արձանագրությունը։ Ուրեմն երբ որ որոշվում է ով պետք է լինի հանձնաժողովի նախագահ, ով քարտուղար, ով մյուս, այդ արձանագրությունը կորցրել էին։ Քո հետո հա, վերջապես գտանք։ Հիմա դուք հարցրեցիք, չասեցիք ձեր կարգավիճակը։ Չէ։ Այնտեղ պարկեշտ անձնավորություններ չեմ ճանաչում, ճիշտ ասած ովքեր են, դες պարկեշտ դրսևորում եղավ։ Հա, ասում եմ ես իմ տեղը զիջեմ, բան ասում ես տեղի խնդիր ընդհանրապես չունեմ։ Ես երևույթն եմ արձանագրում եմ, որ այս մարդիկ պատշաճ չեն կազմակերպել, կազմակերպչական այս մարդը զրո է, զրո։ Ասում եմ անդիմության ներկայացուցիչների հանձնաժողովի անդամները չկային։ Եկեք ես նայում եմ ուշադիր, ասեմ տենա մի բան պետք է ասեն այս մարդիկ, թե չէ։ Մատ գնացեք բռնեք, ասեք ժողովուրդ, այս մարդու կարգավիճակն ի՞նչ է։ Իրար հետ գնանք, թե ես դուք հագնաք։ Ես Խնդրում եմ ընտրությունների ավարտից հետո ես անպայման կտեղեկացնեմ, հիմա չէ այն կողմ։ Ընտրությունները ավարտից հետո ես ձեզ ամեն ինչի մասին կտեղեկացնեմ, հիմա խնդրում եմ այն կողմ, որպեսզի պատշաճ լինի։ Խնդրում եմ այն կողմ գնացեք, ես վերջում բացառեմ։ Ասում եմ այն կողմ գնացեք, ընտրությունների ավարտից հետո խոսեմ, ընկերներ։ Որովհետև ասում եմ, մարդիկ պատգամավորները շարքի մեջ են, խնդրում եմ այն կողմ գնացեք։ Սխալ եմ եկնամ վագանում, խնդրում եմ հեռացեք, մի քիչ հեռու կանգնեք, հարգելի լրագրողներ եւ Դե հիմի ժողովուրդ, երեք կորել էր արձանագրությունը, փաստեմ արձանագրում, այսօր առանց հանձնաժողովի անդամների սկսել են քվեարկությունը։ Ուրեմն շատ բարձր է։ Ուրեմն չեք։ Արգելավ, նայեք։ Սա Ես ժողովուրդ ինձ կանչիկ ստեին, մեր համար ինձ կանգնած էիք, էլի։ Ժողովուրդ։ Ես է ջամից տեղ եմ եղել։ Մի քիչ են կողմ գնալ, այս միջանցքը բաց կողմներ։
Մենք ձեզ ենք սպասում, Ես շորտեր։ Եկեք մի քիչ ենք գնա։